Այդ բարը մեկի կապը որ տեսնում եք, այնտեղի։ Այստեղ սրա վրա էր։ Այս բետոնի հատվածը տերում եք, այս սրա վրա էր։ Վերջին 2-3 տարում Սևանա լճի մակարդակը նախատեսվածից արագ է բարձրանում, տարեկան 25-ից 35 սանտիմետր։ Լճի մակարդակի բարձրացման հետևանքներին ականատես եղանք Սևանա լճի ափերից մեկում, նախկին հանգստյան գոտուշինություններն ու գույքը վաղուց ջրի տակ են անցել։ Այ առաջ այդ տեսա ռեստորան էր ստեղ, մաղալնդեր, այնտեղ խորոված են անում, դրանից դեմը մի 10 մետր ներքև, նոր պլաժ դուրս։ Պատկերացրեցիք, ստեղից մոտորապես մի 10 մետր ներքև նոր ջուր էր։ Նախկինում շահութաբեր բիզնես համարվող լճափի վարձակալությամբ զբաղվող ձեռներեցներն այժմ վնասներ են կրում։ Լճի ջուրը եկել ու կիսով չափ ծածկել է ափի տնակները, շինությունները։ Որոշները տարհանվել են, մյուսներն էլ կծառայեն առավելագույնը մինչև հաջորդ տարի, ասում են վարձակալողները։ Մենք այստեղ ապրում ենք Սևան քաղաքում։ Այստեղ ժամանակին, ասենք, բիզնես ենք իրականացրել, պետությունից հողը վարձակալել ենք, տնակներ ենք տեղադրել, հեծանիվ նավակներ ենք բերել, բան սենց։ Բայց ձեր բիզնեսը ինչ եղավ այս Մեր բիզնեսը վերջացավ։ Անցավ ջրի հատակը։ Վերջին 10 տարում Սևանը բարձրացել է 3 մետրով, թեև 2001 թվականին հաստատված ծրագրով տարեկան պետք է բարձրանար 15-ից 25 սանտիմետր, այսինքն ընդհանուր առմամբ 1,5-ից 2,5 մետր։ Լճի ափային տարածքները վարձակալողներն ասում են, որ իրենք զգուշացվել են լճի մակարդակի բարձրացման մասին, սակայն ջուրը սպասվածից արագ է բարձրացել։ 3000 քառակուսի մետր վարձակալած հող ենք ունեցել, այս ամենը մնացել։ Գոյություն ունի կապիտալ շինության թույլատրելի նիշ, դրանից ներքև վարձակալական պայմանագիրը կնքում են 3 տարով։ Եթե դուք ցանկություն ունեք, կնքում եք, չէ, ոչ մի փոխհատուցում, ոչ մի բան չկա։ Իրանք կառավարությունը հայտարարել է ի սկզբանե, որ պիտի տարեկան 15-ից 20 սանտի բարձրանա։ Բայց այս վերջի 10 տարվա կտրվածքով իրանք մի 7-8 տարի առաջ են իրանց նախատեսված տեմպի։ Այսինքն եթե 20 սանտիով համարենք, 20 սանտիով 10 տարում պետք է 2 մետր բարձրանա, բայց փաստացի բարձրացել է 3 ու ավել։ Կառավարությունը Սևանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդ ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով։ Սևանցիներն էլ ասում են, պետք է պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ։ Ջրի տակ են մնացել նախկին ռեստորաններ, շինություններ, որոնք ոչ միայն գրավիչ բիզնեսին են վնասում, այլև լճի էկոհամակարգին։ Այստեղ գրանտն էր կուքային։ Այս բարը որ կար, ստեղից բացատրիչից բետոնի վրա բարն է։ Այդ գրանտն էր այդտեղ։ Հրակ ամբողջ արմատները նեխելու է, հդասման պրոցես է, դրա համար խնդիրը բարդ է լճի համար։ Այս որ պահում են այս տարի թողել են, այդ պատճառը երաշտը չի։ Հիմնականում այդ նեխացման պրոցեսն է։ Եթե Վարդենիսի կոմը նայեք, ընդ շատ ահավոր է, ընդ հոտից չես կարող տեսնել։ Սևան ազգային պարկի աշխատակիցը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին ափից արդեն հեռացվել են մի քանի տասնյակ տնակներ, վերացել են հանգստի գոտիներ։ Կամաց անում են, որ իրա հոժար կամքով, որը ազատել դոմիկի հետևից մեր դարպասն էր, եթե նկատեք, 70 մետր պրոցեսը կատարվում է, էլի, նենց ինչի որ չի։ Ճիշտ է, սա հայ են։ Մինչև ոնց ասում են, սկորին չհասնի, բան չեն անում, բայց աշխատանքները տարվում է, եթե ազատվի, ուրիշ տարբերակ չկա։ Փուլ առ փուլ այդ ամենը չկատարվում, էլի։ Բան կա, ծրագիր կա, ասենք այս տարի օրինակի համար մինչև 1900 նիշը պետք է ազատվի, մյուս տարի մինչև 1 նիշը, 1,5 փուլ առ փուլ, մենակ դոմիկները չէ։ Ասենք կիսած շինություններ կան, ծառեր կան, թփեր կան, այդ աշխատանքները սարը կան։ Սևանից բաց թողնվող օրենքով սահմանված առավելագույն ջրի քանակը այս փոփոխություններից առաջ տարեկան մինչև 170 միլիոն խորանարդ մետր էր, իսկ օրենքում կատարված փոփոխությամբ առավելագույն քանակ է սահմանվել 320 միլիոն խորանարդ մետրը։